բոլորին դեմ եմ միացել ես կամ միանալու ես վերջին ժամանակներում ինձ ամենահաճախ տրվող հարցերից մեկն է։ Ողջույն ընկերներ, ոչ չեմ միացել ու չեմ միանալու շարժմանը ու դրա համար ունեմ իմ սեփական անձնական պատճառները։ Սկզբի համար ասեմ, որ այն տեսանքը, որ ես դրել էի, բավական աժոտաժ առաջացրեց ու մարդիկ պես զանազան կարծիքներ էին հայտնում շարժման մասին, սկսած նրանց որ ձայները փոշիացնելու, հետո ասում են, որ նիկոլական են եւ այլն, փորձեմ պատասխանել այս հարցին ու հետո իմ կարծիքն ասել։ Ընդհանուր առմամբ կարծում եմ ճիշտ չէ ապրիորի մեղադրել ձայն փոշիացնելու մեջ, որովհետեւ ով իմանա կարող է եւ չփոշիացնեն։ Իսկ եթե անգամ փոշիացնեն, դրա քաղաքական պատասխանատվությունը պետք է կրեն, ինչն է ինձ համար խնդիր, որ այն չափազանց ներառական է այդ օրակարգը, այսինքն ով ցանկանա կարող է միանալ, իսկ այնտեղ կարող են միանալ այնպիսի մարդիկ, ովքեր, չգիտեմ, ես իրենց հետ ընդհանրապես ճանապարհ չունեմ գնալու, ինձ համար ընդհանուր առմամբ կարմիր գիծ է իրենց հետ մի շարքում լինելը ցանկացած օրակարգի շուրջ, բայց իհարկե ինչպես ասացի, քաղաքական պատասխանատվությունը իրենք են վերցնում, եթե իրենք պատրաստ են, ապա ես խնդիր չեմ տեսնում, որ իրենք մասնակցեն, քանի որ ինչպես արդեն նշել եմ, այնտեղ պատերազմի մասնակիցներ կան, այնտեղ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր իրացնում են իրենց իրավունքը, եթե ցանկանում են իրենք գնալ ընտրությունների, թող գնան։ Կարծում եմ, որ այդ այսպես ասած ձայն փոշիացնողներ քիչ չեն լինելու, ինչպես եւ նախորդ ընտրություններին քիչ չեն լինելու, ու ես սխալ եմ համարում ի սկզբանե մարդկանց մեղադրել նման բանի մեջ։ Ինչի համար ես չեմ միանա, հիմա ասեմ, ռիսկ կա, որ 4%-ը կարող են չանցնել այդ անցողիկ շեմը չանցնել ու դրա համար քաղաքական պատասխանատվություն է պետք կրել։ Այսպես ասեմ, ես պատրաստ չեմ քաղաքական պատասխանատվություն վերցնել այնպիսի օրակարգի համար, որ ես համոզված չեմ, որ կհաղթահարի անցողիկ շեմը։ Այդ իմ մասով, բայց ինչպես ասացի, մարդիկ ազատ են, իրենք կարող են ցանկացած այդպիսի օրակարգեր գեներացնել, եթե իրենք պատրաստ են քաղաքական պատասխանատվությունը վերցնելու, կամ անգամ պատրաստ չեն, ցանկացած դեպքում ցանկացած արարքի համար քաղաքական դաշտում պատասխանատվություն կա ու ամեն մեկը իր արած ճիշտ քայլի համար, իր արած սխալ քայլի համար ցանկացած դեպքում այսպես թե այնպես ինչ որ պատասխանատվություն է կրելու։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ այս գալիք ընտրությունների, քանի որ ինձ համար էս պարզապես ընտրություններ չեն ու Նիկոլ Փաշինյանի մնալու պարագայում մեզ կրկին մի ցիկլ է սպասում աղետներով լեցուն։ Այնտեղ Տիգրանաշենի հանձնում կլինի ադրբեջանական պահանջների նորանոր ու ավելի սարսափելի պահանջների այսպես բավարարումներ, Փաշինյանի կառավարումը ընդհանուր առմամբ արդեն ավտորիտարիզմից կանցնի դեպի հստակ դիկտատուրա, ու ես պատրաստ չեմ եւս մեկ ցիկլ 5 տարի հանդուրժել այս խայտարակ կառավարումը իր աղետներով, հերթական ադրբեջանական պահանջների կատարումներով եւ այլն, այնպես որ ես կաջակցեմ այնպիսի ուժերի, որոնք շանս կունենան այդ 4% շեմը հաղթահարելու հստակ ծրագրով, օրակարգով, այսպես ասենք, այդ ստանդարտ այդ ավանդական ձևերով կգնան քաղաքական պայքարի։ Այսպեսով, քանի որ ես նաև այսպես շատ նյութեր եմ նկարել ներկայացուցիչների հետ, այս օրակարգի իրենց հարցերը ուղղել հիմնական հարցերը, որոնք դուք տալիս եք ֆինանսավորման մասով, իրենց այսպես ասած կոմակարժներն են երևում նրանց հետևում այդ մասով մեծ հարցերը տվել ու շատ այլ հարցեր, որոնք դուք եք տվել, արդեն հաջորդիվ տեղադրում եմ այդ նյութերը, կարող եք ծանոթանալ իրենց հետ, իրենց ծրագրին ու արդեն քաղաքացու որոշելունն է։ Ցանկանում են նրանց ձայն տալ, հավատում են իրենց ծրագրին, թե ոչ։ Հանուր առմամբ այս քաղաքական process-ներում հիմնական ամենակարևոր գաղափարը նրանն է, որ քաղաքական գործիչները կարող են համոզել, մարդուն ընտրատեղամաս բերել ու իրենց օգտին քվե ստանալ։ Եթե իրենք կարողանան համոզել, քաղաքացու ձայնը ստանալ, խնդիր չեմ տեսնում։ Եթե իրենք չեն կարողանալու անցողիկ շեմը հաղթահարել, պատասխանատվությունն են դրա քաղաքական կրելու, էլի խնդիր չեմ տեսնում։ Եթե այնտեղ հայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք հետագայում բոլորի ռեպուտացիայի վրա են ազդեցություն ունենալու, անձամբ ես էլի խնդիր չեմ տեսնում այնքանով, որ ես ինքս մաս չեմ կազմում։ Ես այդ ամենը չհաշվի առնելով մաս չեմ կազմում օրակարգին, ես գնալու եմ արդեն աջակցելու ու այլ քաղաքական միավորները, ինչպիսիք են օրինակ Միասնության թևեր, ՀՅՔՎ, Նժար, որոնց դաշինքը տեսնել է ինձ համար շատ ուրախալի կլիներ, կարծում եմ, որ իրենք ռեալ շանս ունեն փոփոխություններ բերելու, եթե միավորվեն, իսկ լավ աշխատանքի դեպքում կարծում եմ, որ հնարավորություն կա անգամ ռեալ փոփոխություններ բերելու։ Այսպիսով այդ իմ կարծիքը այս process-ների մասին, իսկ
Մնացածի մասին արդեն հաջորդիվ թող հենց ներկայացուցիչները օրակարգի իրենք ներկայացնեն իրենց կարծիքները։ Միքայել ջան, ամենաշատ հարցերից մեկը, որ ձեզ տալիս են, որտեղից ձեզ այսքան ֆինանս, որտեղ ես տեսնում եմ, որ սրա վրա ահագին գումար է ծախսվել։ Այ որ տեսնում եք, եկեք sense մի քիչ թեքենք, այս QR-ի վրա մի քանի վայրկյան պահենք։ Այս QR-ով անցնելով կհայտնվեք մեր կայքում։ Կայքի ներքևի հատվածում կա թիվ թե քանի հոգի է մեր շարժմանը արդեն միացել, կա թիվ թե նրանցից քանիսն են մեզ ֆինանսապես ամեն ամիս աջակցում։ Այս պահին թիվը մոտենում է 100-ի, այսինքն 100 մարդ կա արդեն, մոտավոր 100 մարդ կա, ովքեր մինչև ընտրություններ ամեն ամիս 3000 դրամի չափով մեզ աջակցելու են, իրենց քարտը կցել են եւ մեզ ֆինանսական աջակցություն են ցույց տալու։ Այս կայուն ֆինանսավորման բաղադրիչն է, որ ամեն ամիս ապահով լինենք։ Երկրորդ բաղադրիչը մեր ավելի ակտիվ աշխատանքներում ներգրավված անդամների անձնական մի քիչ ավելի մեծ ներգրավվածությունն է։ Այսինքն ինքները եք այդ ներդրումն անում։ Այո, հայտնի է, որ ոնց որ տեխնոլոգիական համայնքից բավականին մեծ թվով մարդիկ կան մեր մոտ, գործարար փորձ ունեցող մարդիկ կան, որոնք այս փուլի համար դեռևս բավարարող ֆինանսավորում փորձում են գեներացնել։ Իհարկե մեր խնդիրն է եւ այն կայուն ամսական ֆինանսավորումը չգիտեմ, 10-նա պատկել, եւ մենք շատ ուրախ կլինենք կայքում կա նաեւ դրա տվյալները, հաշվի համարին ուղիղ միանվագ ավելի խոշոր չափով փոխանցում անելու, մենք ուրախ կլինենք, որ այդ ֆինանսավորումը եւս ստանանք։ Հիմա այս համագումարի ֆորմալ մասը ավարտելուց հետո, երբ որ մեր գործերը մի քիչ ավելի թեթև կլինի, մենք արդեն գնալու ենք կոնկրետ հանրային ակտիվություն, հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց մոտ, խոսենք, պատմենք մեր ծրագրերի ու նպատակների մասին ու փորձենք նրանց եւս ներգրավել մեր ֆինանսական աջակցների ցանկում։ Շատ լավ։ Որոշներից լսել եմ, որ ԿՊԱ-ականների ականջներ են ձեր հետևում, որոշներից լսել եմ, որ նախկինների ականջներ են ձեր հետևում, ում ականջներն են ի վերջո ձեր հետևում, Միքայել։ Ամենակասկածամիտներին հրավիրում ենք մեր գրասենյակ, մենք նրանց մկրատ կնվիրենք, որպեսզի այդ ականջների հարցը իրանք քահանան լուծեն, մեր ընկեր իշխանը ոնց որ ասում է, շատ լավ։ Այդ լուծումը տենց կտանք։ Տեսեք, պետք է մոտիվացիա ելնել, էլի, ասենք ինչ են տալու մեզ, ասենք շարժման նախաձեռնողների մեջ մարդիկ են, ովքեր մի 3 անգամ պատրաստ են եղել զոհվել։ Այդ մարդկանց ինչ պետք է տան, էլի, ասեն ինչ կունենաս, եթե մեր խաղը խաղաս։ Փող պետք է տան, այդ մարդիկ հաջողակ գործարարներ են, այդ մարդիկ հաջողակ մասնագետներ են։ Որևէ ելքի դեպքում նույնիսկ պաշտոն ունենալու ելքը իրենց համար ֆինանսապես անհետաքրքիր է, որովհետև հիմա իրենց ֆինանսական գործը շատ ավելի լավ է։ Եթե այդ մոտիվացիայից ելնենք, չգիտեմ, իրրացիոնալ բան է, էլի։ Ես բայց գիտեմ դա որտեղից կարա։ Որտեղից։ Դա գալիս է այն մտայնությունից, որ դուք ով եք առհասարակ, որ կարծիք ունենաք։ Այս մոտեցման պատճառով է, որ 50%-ից ավել մարդ չի գնում ընտրությունների, որովհետև այդ քաղաքական ակտիվ շերտի կարծիքն է, որ մարդը ով է կարծիք ունենա կամ մի բան փոխի։ Հասկացա։ Իսկ մի հատ հարց տամ, շատ է քննադատություն են մասով, որ ձայն եք փոշիացնելու ու որ ընկալվելու է հանրության մեջ որպես բոյկոտ ավելի քչանալու է մասնակիցների թիվը, այդ առումով ինչ կպատասխանեք։ Մենք հիմա գրանցում ենք ինքնալուծարվող կուսակցություն, որ մասնակցենք ընտրությունների։ Բոյկոտը մեր շահերին ուղիղ հակառակը, մենք ակտիվ մասնակցության ու քվեարկության կոչ ենք անում։ Այս մեկ։ Ինչ վերաբերում է այլ ուժերի օրակարգեր սպասարկելուն եւ այլն, տեսեք, ինչ է անելու մեր հարուցած process-ը, բարձրացնելու է մասնակցությունը։ Բարձր մասնակցությունը վնաս է այն ուժերին, ովքեր ուզում են իրենց ռեսուրսների, հատկապես վարչական ռեսուրսի հաշվին, իրենց էլեկտորալ զորքը մոբիլիզացնեն, ցածր մասնակցության մեջ մեծամասնություն ստանան։ Այս մի կետ։ Երկրորդ, մենք մեր ոչ առաջնորդակենտրոն, ոչ գաղափարախոսակենտրոն օրակարգի բերումով կարողանալու ենք կոնսոլիդացնել այն փոքր ուժերին, որոնք այս process-ի շահառու են նաև, քանի որ շեմերի իջեցման հարցը ստեղ նաև քննարկվում։ Ու իրանց էլեկտորատին, այսինքն փոշիացող ձայների քանակն է պակասելու այս մեր գործի արդյունքում։ Եվ երրորդը, քանի որ մենք չարյաց փոքրագույնին այլընտրանք ենք առաջարկում, օրինակ հայտնի փաստ է, չէ՞, 21-ին Նիկոլ Փաշինյանը տասնյակ հազարավոր ձայներ է ստացել, չարյաց փոքրագույնի սկզբունքով, որ ինչ որ մարդիկ մտածել են, որ ինքը չարյաց փոքրագույն է։ Դե փաստացի ընդդիմությունն էլ է որպես չարյաց փոքրագույն էլի ստացել։ Արդեն ճաշակի խնդիր էր, ում համարով էր չարյաց փոքրագույնը։ Հիմա այս եթե մարդիկ մտածում են, որ վայ էլ իրանք չեն կարա չարյաց փոքրագույնը լինեն, ապա ես առաջարկում եմ նենց քարոզարշավ անել, որ ոչ թե իրանք չարյաց փոքրագույնը լինեն, այլ սիրելին լինեն մարդկանց։ Լավի ու լավագույնի միջև այն քաղաքացիները, ովքեր ունեն նախընտրած իրաց քաղաքական ուժ, որը շանս ունի անցողիկ շեմահատելու, մենք այդ մարդկանց ոչ մի բան չենք ուզում համոզենք, առաջարկում ենք կանոնների փոփոխություն, կարող լոյալ լինեն դրա հանդեպ կամ դիմադրեն իրենց որոշելիքին։ Հասկանալի է, գնանք մյուսների հետ էլ շփվենք։ Իշխան ջան,
Այսինքն խնդրեմ, այսի մի պահի, որ լսենք քեզ, կպատմես ինչից սկսեց օրակարգը ու ինչի ես դու հենց միացել ես օրակարգին։ Տես, մեզնից բոլորին դեմ լինելու տարբերակը գողացել են ու այլընտրանք են տվել, չգնալ կամ քվե փչացնել, որը հստակ այդ օրվա իշխանություններին օգուտ է։ Ավելին, շեմն էլ այնքան են բարձրացրել, որ օրինակ անցած ընտրություններին 20% մարդկանց ընտրած ձայները փոշիացան ու դա լրիվ նույն էֆեկտը տվեց, ինչ որ մարդիկ չգնային ընտրության։ Ու կա մի հատ ընտրական համակարգ, որը չի արտացոլում մեր քաղաքացիների ընտրությունը, արդյունքում անընդհատ ունենում ենք վերարտադրություն, դրա ճեղքելու միակ ձևը դառնում է հեղափոխությունը, որի գինը իրար հետ արունով վճարել ենք։ Հիմա այս տարբերակը ընտրող մարդիկ կան, այս տարբերակը չկա։ Ու այդ մարդիկ հազարավոր չեն, տասնյակ կամ 100 հազարավորներ են։ Ու իրենց համար պետք է լինի այդ տարբերակը, նաև այդ տարբերակը անհրաժեշտ է, որ դաշտին ցույց տա, թե դուք ինչքան կոռումպացված ու փչացած եք, որ այսքան տոկոս մարդ ձեր բոլորին դեմ է։ Հայ ազգին հասնում է դեմ քվե ունենալը։ Սրա վերջնանպատակը դաշտը մաքրել ու այդ դեմ քվե ստեղծելն է, կանոնները փոխել, որ ներառական խորհրդարան ունենանք, քննարկումներով բան ծնվի, մեկը չելնի ասի կառավարությունը ես եմ, ալֆան օմեգան ես եմ, հետո էլ աշկաչափով մեր ճակատագիրը տնօրինի։ Okay, ես ճիշտ եմ չէ հասկանում, դուք առաջարկում եք գալու դեպքում 100 օրվա ընթացքում փոփոխություններ կատարել, որի մեջ մտնում է նաև այդ դեմ են բոլորին քվեաթերթիկը։ Բայց այստեղ հարց առաջանում, եթե թեկուզ եւ դուք կարողանում եք այդ օրակարգը իրականացնել, հաջորդ անգամ երբ որ ընտրությունները տեղի ունեն, արդեն փոփոխված իհարկե, բայց խաղացողները նույնն են, չէ՞ լինելու։ Այդ շատ կարևոր հարց է, որովհետեւ մարդիկ տենց սև ու սպիտակով են նայում, բայց կյանքը տենց չի։ Օրինակ բոլորը, թե դիտողները, թե դու, թե ես, ունենք ընկերներ, որոնք ստեղ Բաքում բպզում էին, արտագաղթեցին, ասենք Ամերիկա, սկսեցին օրը 12 ժամ աշխատել, ինձնից քեզնից լավ։ Իրենց կյանքում մի բան է փոխվել, համակարգը։ Հիմա մենք հավատում ենք, որ նախ առաջին ուրիշ հայեր ու հայկական քաղաքական ուժեր չունենք, ինչ կա Հայաստանում դա։ Երկրորդ մենք հավատում ենք, որ ուրիշ խաղի կանոններով լրիվ ուրիշ վարք են ցուցաբերելու։ Ու հենց հիմքերը փոխում ենք, ստիպված նրանք սկսելու են ուրիշ ձև խաղալ։ Նայեք, հիմա ինչքան մեզ զզվացն են չգնանք, իրանց օգուտ է, չէ՞։ Այն ժամանակ ինչքան զզվացն են, իրենց վնաս է լինելու։ Ես համաձայն եմ, ուղղակի գիտես, այստեղ մի հատ էլ ձեր նկատմամբ քննադատություն կա այն առումով, որ իրենք ասում են դուք բերելու եք այդպես ինչ որ նիհիլիստական գաղափարը ու բերելու է նրան, որ ավելի քիչ մարդ է մասնակցելու ու ընկալվելու է որպես բոյկոտ։ Մարդը ով բոյկոտելա վերջի ընտրությունները, որին կարար մասնակցել, քաղաքապետի արդյունքում պարզվեց իմ խելքի 72%-ն է այդ ընտրողների։ Ես տարբերակ չունեի, որ բոլորին դեմը լիներ կգնայի։ Հասկացա։ Հիմա դա ենք ստեղծում ու ինպես ես այդ մարդիկ գիտեմ որ կան, իրենց հետ շփվել եմ, հիմա կարաս ցույց հետա, ես դալիճ այսօր չի երիքելու։ Ես մի պահ ցույց տամ։ Նենց է հիմա հերիքում է, բայց հիմա դրսում էլ ահագի մարդիկ կային իրականում։ Ճիշտ ասած ինձ համար ինչն է հետաքրքիր ձեր օրակարգի, որ երբ որ կուսակցությունը հիմնադրվում Հայաստանում, ոնց որ ԽԾԲ կապեր եւ այլն, այդպես մորքուրի տղեն ա գալիս մնացածը, ես այստեղ ճիշտ ասած շատ ծանոթ մարդկանց տեսա ու ես ոնց նայում եմ, որ ԽԾԲ բանով չի, էլի հիմունքներով հավաքված չի։ Գիտես, խի կարողա ծանոթ մարդիկ տենաս, մենք մեր խավի մարդկանց հետ ենք չէ՞ շփվում։ Sense ասած միջին խաղ։ Նու հիմնականում տեսակի հետ ազգում։ Հենց դու լայն շփում ունես, բայց ես ասենք կուրս ընկերներդ են, քո ընկերները լինում 10 ընկերները ու այդ մարդիկ միջին խաղը, այս սև ու սպիտակի բոշա փչացածի ընտրությանը չեն ուզում մասնակցել։ Հեսես կասեմ բան կանեմ, հա, մերսի։ Տես, չեն ուզում այս նշանակովի ինդիմությանը կամ իշխանության մեջի պայքարին մասնակցել։ Իրենք ասում են, ես իմ ուզեցած տարբերակն ունեմ, օրինակ ես խորհրդարանական ընտրություններին եղել եմ այդ բան, փոքր ուժ ընտրող, որի ձայնը փոշիացել է։ Ես էլ իմ տված ձայնը մեծ մասը մարդիկ են։ Ու իրենք մեզ նման մարդիկ են, դրա համար էլ եկել են։ Կան տարբեր էլ, բայց ասում եմ մոտիվները թե ինչի են եկել, փոքր ուժ ընտրողները եկել են, բոլորից զզվացները եկել են, այն որ ճիշտ եմ համարում ընտրեմ բանի Մայր Հայաստան, որ Նիկոլը չանցնի կամ ճիշտ եմ համարում ընտրեմ Նիկոլ, որ Մայր Հայաստանը չանցնի, հակաընտրություն անողները եկել են։ Հասկացա։ Տարբեր 4-ից 5 տեսակի մարդկանց խմբեր կան, այդ խմբերը կան, իրանց քվեն չկա։
որտեվ համակարգային են գծե, որ այդ կոստյումը հա վերարտադրի։ Համաձայն եմ։ Ես ճիշտ ասած, ես էլ հիշեցի 21 թվականի ընտրությունները, իմ այն ուժը, որին ես տվեցի քվե, ինքը մոտ էր իրականում արդեն իսկ անցնելուն, բայց չանցավ։ Իրանք ոչ թե իրանց գաղափարի շուրջ եկած մարդկանց հույսով են, Հա, այլ իրանք հույս ունեն մի տոկոսի համար լինել չարիած փոքրագույն, տարբերակ չկա գոնե մեկին ընտրենք, ոչ թե ես իմ ծրագիրն եմ բերե տամ։ Ու մենք հենց այդ սաղ այլընտրանքային ընտրողներին սենց ասած փախցնելու ենք իրանցից, իրանց գնահատականով եմ ասում։ Okay, բայց ինչի են իրանք հենց ձեր վրա կենտրոնացած։ Ասեմ, որտեղ մենք բոլորից ենք տանելու, բոլորին դեմ ենք։ Մենք, նայեք, օրինակ ես ու դու, չկար բոլորին դեմ, ինչ ենք ընտրելու, արի խոսանք, բարձ։ Իմ մտքին կան որոշակի տենց ուժեր, բայց հույս ունես որ կանցնեն։ Հա, իրականում այս անգամ հույս ունեմ որ կանցնեն, բայց իհարկե չանցնեն։ Հա, այդ ռիսկը իհարկե կա։ Այսինքն կամ է պետքա, եթե օրինակ շատ է այսօրվա իրականությանը դեմ, հաստատ անցնող ուժի ես ընտրելու, որին կողմ չես։ Չէ, իրականում նա, եթե ես իմանայի հստակորեն, որ իմ հենց այն ուժը, որը լրիվ համապատասխանում է իմ գաղափարներին ինքը անցնելու է, ես իրան կտայի, բայց դա խնդիրը գալի, որ այդ ուժերը ովքեր բան են, մի քանի հատ կա։ Իմ համար լավագույն տարբերակն է, որ իրանք միավորվեն, որպես բան դառնան, էլի դաշինք դառնան, ու այդ դեպքում շանսը մեծ կլինի անցնելու։ Արի, բայց դες քննարկումը հավեսը վիդեո կդառնա, տես։ Պատկերացրու ինչ որ հրաշքով գիտենք իրանք չեն անցնելու շեմը։ Ահա։ Ես ու դու սրտանց չենք ուզում, չէ՞ ԿՊՄ վերարտադրվի։ Սրտանցը ո՞րն է։ Ինչ կարանք անենք, բոլորին դեմն է չկա։ Հաստացի մնում է միակ ելքը եղած են աշկին գնող ընդդիմադիրներին։ Դա ցանկացած միշտ Սենց ասեմ, 2021 թվականի մասին ենք եթե խոսում, եթե մի քանի ուժի հանենք, որոնց նկատմամբ ես ընդգծված բացասական բան չեմ ունեցել վերաբերում, որոշ վերապահումներ եմ ունեցել։ Մնացած բոլորի նկատմամբ բացասական այն վերաբերումներ է, ու այդ ժամանակ հա ինչ-որ չարի ու չարիած փոքրագույնի միջև ընտրություն ա եղել, վատի ու վատագույնի։ Բայց հասկանում ես, որ դա լավ ընտրություն չի։ Շատ վատ ընտրություն։ Հետ են մեզ դեմ տվել։ Հիմա այս պայդրությամբ, բայց կոնկրետ ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, ես կարծում եմ, որ ես մի քանի ուժ առնվազն գիտեմ, ում նկատմամբ ես սիմպաթիա ունեմ առնվազն, որ ես զգում եմ, որ այնտեղ կան նորմալ մարդիկ, այնտեղ կան իրոք գաղափարի մարդիկ, այդ թվում եւ դեմ են բոլորին ես նույն ձև նայում եմ, որ ես այդ տենց եմ գնահատում, էլի անկեղծ խոսենք, այնքան են մեզ խաբել, այստեղ ձեր բաներից մեկը բանալի է նա, որ անձերը կարևոր չէ, բայց ես անձամբ կարծում եմ անձերը կարևոր են, որովհետեւ եթե օրինակ դու չլնեիր այս օրակարգի մեջ, եթե մյուս տղեկ ունի ես ճանաչում չլնեին, ես չէի վստահի ձեզ։ Անձերը կարևոր, բայց այստեղ գաղափարն է կարևոր։ Օրինակ եթե դու ստեղ անձերով նայես, կարող է անձ տենաս, որի հետ չունես։ Կա։ Բայց դու այդ գործին կպնելու ես, իսկ այն քո դասական ուժերում եթե տենայիր անձ, որի հետ չունեիր, դու մտածելու ես, որ սա էս իմ հավանածների գաղափարակիցն է, չէ՞։ Մենք այստեղ գաղափարակից ենք 3 կետի շուրջ ու 100 օրվա փոփոխության։ Հենց այդ ուզում ես սարքես 200 օր փչանումը, հենց 4-րդ կետ ես ավելացնում փչանումը։ Ու ամենակարևորը, ես նույնիսկ եթե քո պես ունենամ հավանած ուժ, ամենավերջի տարբերակում կուզեմ ինքը հայտնվի 7%-ով խորհրդարանում, որտեղ մեծամասնությունը ԿՊ։ Դե ոնց որ անեց կլինի այդ ուժի համար, համաձայն ես։ Նայած որ տեսակյունից ես նայ։ Չէ, եթե օրինակ ես հասկանում եմ ձեր բանը, որ բոլոր լծակներն ունեն, չէ՞։ Դատական, էսեն, դու դրա ուժողն ես հիմա, հաղթած ուժը, հա։ Հա, իրանք ունեն։ Հիմա եթե ինքը հաղթում է 60%-ով, որտեղ սաղին զզվացրել է, բոլորին դեմն չկա, Յավկան քչացել է, հաղթել է։ Մեր սրտի ուժը 7%-ով ներս է անցնում։ Ջոգում ես ինչ վատ վիճակի մեջ ենք խեղճերին գցում։ Իրականում հասկանում եմ, բայց ես ուզում եմ մի ուրիշ բան ես ասեմ, օրինակի համար չես կարծում, որ թեկուզ ես համաձայն որ լծակներն իրանք ունեն այդ ամեն ինչ անելու, բայց դու չես կարծում, որ օրինակի համար այս պահի դրությամբ ազգային ժողովի ընդդիմության որակն է նաև այդ դերը խաղում, որովհետև բան ասեմ, եթե արդեն իսկ ուղի խոսենք, եթե արդեն իսկ վարկաբեկված ուժեր են այս պահի դրությամբ այդ տիտղոսային ընդդիմության դերը վերցում, նաև հանրությունն է իրանց չի աջակցում ու այդ իրանց դիրքը ընդհանրապես թուրացում, այստեղ երկու կոմպոնենտ կա, մի կոմպոնենտն է նա, որ իրանք լծակ չունեն, բայց երկրորդ կոմպոնենտն էլ է նա, որ հանրային շրջաններում, լայն շրջանակներում իրանք աջակցություն չունեն ու այդ առումով անդադ լկտիանում է իշխանությունը ու հասկանում է, որ անգամ հանրությունը չի պատասխանում, որ այս ինչ եք անում։
Դուր է գալի երբեմն անգամ։ Առաջի պունկտը իմ կոմոդ ընդհանրապես աջակցություն չունեն, ճիշտ է, բայց ինչ որ ձևով 2-300,000 մարդու աջակցություն ունեն, արի ճիշտ։ Դե վատի վատագույնի միջև ընտրության այդ ես ասի որ դու ասես, հա։ Այսինքն մենք չգիտենք իրենց իրական աջակցությունը, ճիշտ է։ Ահա, կարելի է այդպես էլ ասել։ Ըստ այդմ չենք կարալու դատենք իրենք իրական են թե չէ, որտեվ թղթերով 300,000-ը, բայց իրական ընտրության դեպքում այդ չէր լինի։ Okay։ Ու պլյուս միջավայրը, որտեղ քո օգնականները կարան դիմացի ուժին սխկեն, բայց դատավորները քոնն են ոչինչ չի լինի, թույլ է տալի, ասենք, ես իմում հարվածի գեներալի, անկախ նրա ոնց որ քո պատկերացումներից լավն է թե վատն է։ Իմ պատկերացած երկում վատ գեներալները պետք է օրենքով պատասխանեն, եթե չեն տվել, ուրեմն արի չասենք վատն է։ Հա, համաձայն եմ։ Մանավանդ որ մարդիկ օրինակ իրենց ամբողջության մի մասը տվել են հայրենիքին, այդ պայքարի ժամանակ, ասենք, ձեռուվոտ ամբողջ։ Հա, համաձայն։ Դաշտը համ խաղի կանոնը ներս անցնելու, համ էլ հետոյվա իշխելու սուպերվարչապետությունը նենց հասարակած, որ դա միշտ տեղ առնելու, որտեղ այդ անբարոյականի վաստակ բառեր են օգտագործվելու, շշեր են խփելու, կապ չունի, որը կգնա։ Հա դու մի քիչ ավելի վճռական կպայքարես, նոր կհարամեն քեզ, կամ վճռականությանը դիմաց ավելի պիղծ մեթոդներ կկիրառեն, պակաս վճռականներն են հեշտ բրծնում, էլի, բայց այդ դաշտը տենց հասարակած։ Ավելին իրենց ամենակարևոր կետը այդ հարամությունը իրենց ձեռ է տալի, որտեղ այդ հարամության պատճառով ընտրողը պակասում։ Իսկ որ բոլորին դեմ եմ եղավ, այդ հարամությունը իրենց ձեռ չի տալու, որովհետև բոլորին դեմ եմ ընտրողը ավելանալու։ Ու իրանք մեր հետ ուրիշ ձև են վարվելու։ Փորձեն իրար շահել։ Ուզած չուզած կփորձեն իրան շնորհքով պահել։ Դու կարաս սիրաշահել ասես, ես է կասեմ կփորձեն շնորհքով պահել, որովհետև սիրաշահելը բան է, մի բան է, որտեղ տակը խարդախություն կա, էլի, իրականում չեմ սիրում, բայց փորձում եմ շահել։ Դա փաստացի է, դա շնորհքով եմ պահում, ուրեմն ուզում եմ եղբայր վերջի տարբերակ ես կողմ եմ անընդհատ շնորհքով պահեն, նույն այդ մեր բակի պպզողի պես Ամերիկայում ապրեն, միշտ աշխատեն, հոգով մնան պպզող, բայց վարկը լինի օրինական քաղաքացու։ Ես օգնում իր աշխատանքն անի, թող 12 ժամ աշխատի, գա դուրսը մի ժամ պպզի գնա տուն։ Լսի, եթե սիրում է, ես դեմ չեմ։ Տունը թող պպզի։ Հա, բայց նիվով չլսի բողոսներում, պատկերացրի, չէ՞։ Այն համակարգը դա ստիպում է։ Այն համակարգում օրինակ մենք զենքի թևից ենք, չէ՞, իրար այդ ավտոյի խախտումը կպտում է զենքի։ Դրա համար խմած ոչ մեկ չի քշում։ Հարցել, ինչքան բանի եք տոկոսի եք հավակնում։ Մոտավորապես 10-ից 30 հաղթելու դե այդ շատ մեծ բան ասեցիր, այդ շատ մեծ դե 15-ից 25, ոնց ասեմ։ Նայ, բոլոր դեմ մարդիկ, որոնք պատրաստ են գնալ, բոլոր չարյաց փոքրագույն ընտրող մարդիկ, բոլոր ԿՊԻ ինադու Մայր Հայաստան կամ հակառակը ընտրող մարդիկ, մեկ էլ փոքր ուժեր սրտանց ընտրել ցանկացող մարդիկ, ովքեր կասկածում են որ այդ ուժը ներկայացնի, մեկ էլ հենց փոքր ուժեր, որոնք կուզեն գան կպնեն փոխենք, հետո նորմալ կանոններով խաղի մասնակցեն։ Հիմա դաշինքով գնաք։ Ճիշտ եմ հասկանում, կարա դեմ են բոլոր դաշինքով։ Ինքը չի կարող ուժերի դաշինք։ Ուժերի դաշինք չեք դառնալու։ Չէ։ Ինքը միայնակա գնալու։ Հա։ Դաշին գիտես երբ կարան դառնան, որ չգրանցեն ապօրինաբար, բայց դա առանձին թեմա է, արի դա չպատմեմ։ Բայց արդեն չեն գրանցել։ Չէ, այսօր համագումարն է, եթե մենք անդամներով չեղանք 300 պլյուսը չհիմնեցին կամ այնտեղ որոշեցին, որ ստորակետները սխալ են, իրականում մենք շուտ դրա համար ենք անում։ Թե չէ էֆեկտիվ կլներ ապրիլին անել ընդրություններից մի քիչ առաջ։ Մենք հիմա անում ենք, որ պատասխանատու ձևի այդ քվեն ունենան, ավելի դուխով առաջ գնանք, կներեք դուխով բառը օգտագործելու համար, ասում եմ, փչացրել է։ Համարցակ ոգով։ Ես օրինակ լավ էի զգում, որ ասում էի դուխով, դե նույն ոգովն է։ Այդ ինձ ես փորձում եմ բոլոր կյանքիս էպիզոդներում դուխով դրսել, որը մեն էլ այնց են հարամն է դա։ Մասելն է, ես էլ անկեղծ ես այդ բաները այդքան շատ ռացիոնալ եմ դառնում, բայց այլ չի գալիս ասելս դուխով։ Մեր գլխին համակարգը փոխել են, մենք տունը թաքուն որ գիտենք, որ մենք դուխով ենք, հանրային չենք ասում բառը փոխծացնելու համար։ Համակարգը տենց բան է։ Հիմա պետք է փոխվի, որ քո ընտրածը արտացոլվի ներսում։ Հասկաց 20%-ինը չի արտացոլվում, չգնացածներինը չի արտացոլվում, տարբերակը այդ կայուն մեծամասնության вообще տոկոսներ գումարվի, արդյունքում ներսում իմպեսները կարան մարդիկ էլ իրանց հարց տան։ Դուք մի հոգի ձեզ ներկայացնող падգամավոր ունեք,
մի 60%-ը հիմա մտածում է չէ, էլի ճիշտ է ասել։ Ես չունեմ հաստատ։ Վերջում քեզ կխնդրեմ հաղորդման, որ տեսնես համագումարը, մի հատ է դրա մասով կարծիք տաս, թե ընդհանուր մարդկանց տրամադրության, թե Ես արդեն կազմել եմ իմ բանը, ես որ եկա, ես արդեն ճանապարհին գալուց հասկացա, որ բավականին այսպես տարբեր մարդիկ էին, իրականում ոնց նշեցի, միջին խավն եմ ես այստեղ տեսել, ռեալ։ Ազատ մարդիկ ախպեր, ազատ մարդը կարա ասի հոп, ազատ մարդը կարա ժամանակ գտնի, ընդհանուրի համար զբաղվի, որտեվ դրա տեղը կարա փող աշխատել, չէ՞։ Հա, կարող է։ Ազատ մարդը, որ գործ ունի, ժամանակ ունի, կարա ոնց որ հանգստանա մի երկու օր, կարա ընկերոջը օգնի, ժամանակ ունի, վարվող խնդիրներ չունի, հացի կամ էս վախ չունի իր բիզնեսից կամ մի բանից, որ ասի մի արեք, վաղը ոտից կկրակեն, ասենց ասած։ Մեր հույսը ազատ հայերն են, որոնք ուզում են բոլոր տարբերակները ընտրելու լինի, որոնք ասում են հոպ, այս ձեր առաջարկած խաղը անարդար է, չեմ ուզում խաղը։ Ուստի ոնց նայես ազատ մարդ ես տեսնում։ Շատ լավ։ Դե ես իմ կարծիքն եմ վերջում կասեմ, դե գնանք մի քիչ էլ շփվենք մյուս անդամների հետ։ Որտեղից եք ֆինանսավորում։ Ես երկար տարիներ IT ոլորտում եմ աշխատել, տարբեր բիզնեսներում եմ եղել, նաև որոշ բիզնեսների հիմնադիր եմ եղել, բայց բոլորին դեմ եմ շարժումը ֆինանսավորվում է առաջերտին այն մարդկանց շնորհիվ, ովքեր որ մեզ միացել են ու ամսական բաժանորդագրություն օգնում են մեզ, արդեն մոտ 100 մարդ ունենք, սա այն ամենակարևոր կտոնն է մեր համար, որովհետև ինձ թվում է դա արդեն իսկ լավ ցուցանիշ է, բայց Պարզ է, որ այդքանը բավարար չի, իսկ մյուս ֆինանսավորողները այդ մենք ենք, այն անդամները, ովքեր փորձում են դրանից բացի իրենց սեփական միջոցները ներդնել։ Որևէ այլ ուժ հետևում կանգնած չէ։ Որտեղից է կապ այս գաղափարը։ Ես քանի որ ինտերնետից վերջերս տեսա, որ Սաբչակի մասով կա, հաստատ տեսել եք։ Արդյոք դուք ողջևորվել եք տեսնելով Սաբչակին։ Նայեք, գաղափարը իրականում տենց մեկ օրվա մի շաբաթվա գործ չի եղել, կարելի ասել մի տարի-տարիուկես մենք այս ամեն ինչի շուրջ մտածել ենք ու մենք ասելով նկատի ունեմ տարբեր մարդիկ, տարբեր խմբերով, տարբեր միջավայրերում, այսինքն այնպես չի որ տենց մի 3 հոգի կամ 4 հոգի իրանք հստակ սա իմացել են։ Ու այդ քննարկումների արդյունքում երբ որ սկսել են կամաց իրան ավելի հանրային սարքել, պարզվել է որ տարբեր ուրիշ խմբեր եւս ունեն նման գաղափար ու մենք փորձել ենք համագործակցության միջոցով այս ամեն ինչը ստանալ։ Որևէ նման բանի հետ չենք եկել, այս ուղղակի մեր այսպես ասած առաջի հերթին մեր հոգեվիճակի արտացոլումն է եղել, այսինքն մենք ինքներս եղել ենք այն մարդիկ, ովքեր ընտրության հնարավորություն չեն ունեցել, որտեղ չի եղել մեր համար քվեաթերթիկ, ու դրա համար որոշել ենք սա սարքել բոլոր այդ մարդկանց համար ընտրության հնարավորություն, բայց ոչ թե բոյկոտի, այսինքն հստակա որ մեր հիմնական կոչն է գնալ ընտրություններին, այսինքն մենք չենք ասում մի գնացեք ընտրություններին։ Քանի որ դեռ ընտրություններին կա, հələ մի քանի ամիս կա, ձեր խնդիրը կարծում եմ հիմա մարդկանց ներգրավումն է։ Ինչ կասեք մարդկանց, ովքեր ոնց որ կուզենան ներգրավել, ինչ մեսիջով իրանց բան կանեք, որ գան ձեզ միանան, ու մի հարցել ովքեր են այդ մարդիկ ըստ ձեզ։ Հա, եկեք սկզբում ասեմ ովքեր են այդ մարդիկ իմ կարծիքով, այդ մարդիկ, այն մարդիկ են, ովքեր ընտրության չեն գնացել, որովհետև չեն ունեցել ընտրություն, կամ գնացել են, բայց ընտրել են վատի ու վատագույնի միջև։ Կամ մարդիկ են, ովքեր ընտրել են, փչացրել են, անվավեր են սարքել իրենց քվեաթերթիկները։ Այդ մարդկանց համախումբն է, որ մեր հիմնական ընտրողն է։ Ինչ եմ ուզում ասել իրենց, եթե դուք չունեք նախընտրություն, եթե դուք հստակ ուզում եք, որ այս ընտրական համակարգը փոխվի, ու ձեր ընտրած ձայնը, ինչպես որ կա արտացոլվի ԱԺ-ում, ապա եկեք դարձեք բոլորին դեմ մի անդամ ու կանգնեք մեր հետևում։ Նախստեղ ինչն է ինձ դուր եկել, այն որ ամենատարբեր մարդիկ ամենատարբեր տեղերից կարողացան են համաձայնության գալ մի քանի կետերի շուրջ։ Ես շատ կարևորում եմ այդ համաձայնության մշակույթի ձևավորումը, որը հետագայում հիմք է դառնալու այլ ավելի լայն օրակարգերի շուրջ համաձայնությունների գալուն, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է այսօր։ Արդեն տևական ժամանակ է մեր հանրությանը ոչ միայն քաղաքական, այլև ընդհանուր առմամբ, լայն մեր հանրությանը բաժանում են սեգմենտների եւ սպիտակ եւ նախկին ներկա եւ հայաստանցի Ղարաբաղցի էլ մարզային էլ չգիտեմ բոլոր հնարավոր ձևերով մեզ սեգմենտավորում են, բայց ես կողմ եմ համաձայնության մշակույթի ձևավորմանը,
Մենք պետք է կարողանանք բարձրաձայն խոսել այն ամենի շուրջ, ինչի շուրջ մենք համաձայն ենք, որովհետև մենք լուր համաձայնություններ ունենք մի շարք բաների մասին եւ ասենք հարյուրավոր բաների մասին համաձայնություն ունենք եւ 3 կետի շուրջ անհամաձայն ենք, ասենք, եւ հենց հանդիպում ենք, մի անգամ սկսում ենք խոսել այդ տարաձայնություններից եւ վեճ առաջանում կամ չի ստացվում մեր համատեղ գործը եւ այլն եւ այլն։ Պետք է շուտ տալես անիվա, հայ տեսանկյունից սկսել եւ սկսենք խոսել ավելի շատ մեր համաձայնություններից եւ համատեղ աշխատելու կարողություններից եւ ունակություններից։ Շատ լավ։ Որտեղից եք դուք ֆինանսավորվում։ Յուրաքանչյուր անդամ 3000 դրամ ամսական պետքա վճարի։ Ահա։ 3000 դա մինիմալն է, էլի, դրանից ավել եթե կարող են վճարել, դա միայն ողջունելի է։ Նվիրատվություն, այսինքն։ Այո, բա իհարկե, ուրիշ ֆինանսական աղբյուրներ չունենք այս պահին եւ հուսով ենք դա այդ մեր աղբյուրները կհերիքացնեն։ Ինչպես նախին անգամն է, իհարկե, քաղաքացու որոշումն ենք հիմնադրել եւ այդ նույն ձևով բան ենք արել։ Օրինակ քաղաքացու որոշումը որ դուք հիմնադրել եք, երկու ընտրության մասնակցել եք ու երկու անգամ էլ չեք կարողացել անցողիկ շեմա հաղթահարել։ Ինչ դերս դες պատճառը։ Վա, լիքը պատճառներ կային, բայց ամենամեծ պատճառներից մեկը հենց այդ բանը անցողիկ շեմի բարձր լինելն էր։ Իսկ չեք վախենում որ այս անգամ նույն բանի մեջով անցնեք։ Չէ, պետք չի վախենալ, պետքա փորձել այնքան մինչև ստացվի։ Դες վախերով եթե ապրենք, լավ տեղ չենք հասնի։ Պետքա փորձել այնքան մինչև համակարգը կարողանանք ջարդել։ Իսկ մենք ի վերջո այս համակարգը ջարդելու ենք, որովհետև ինքը մեզնից ուժեղ չի, մեզնից հաստատ ուժեղ չի։ Հանրությանը շատ հետաքրքիր է ձեր վարչապետի տեխնացուն։ Ես կարող ենք մենք ձեզ տեսնել որպես վարչապետի տեխնացու։ Այդքան խորը չեմ մտածել։ Կարևորը լավագույն մարդ լինի, ով որ այս մեր գործը պատվով կանի 100-օրյա մասով։ Ես պատրաստ եմ բոլորին դեմեմի յուրաքանչյուր գործ անեմ, ինչ որ բոլորին դեմեմի թիմը կառաջարկի, այսինքն որևէ գործից ինքնաբացակ չեմ անի։ Բայց ես սրտանց կուզեմ ամեն տեղում լինի ամենահարմար տեխնացուն։ Ասենք թե դուք եք։ Եթե բոլորը որոշելու են ես եմ շենքի շինարարությունից սկսած մինչև ամենաբարդ գործերը կանեմ, ես խնդիր չունեմ այդ ինքնասահմանափակվող գործերը վերցնելու, որտեղ օքեյ եմ, որ ինքնասահմանափակվեմ, ամեն գնով չեմ ուզում արդար ընտրություններին մոտակա մասնակցեմ։ Պատկերացիր, եթե ուզեի, կասեի չէ, էլի ինձ մի ընտրեք, որ ես 100 օրից բախտս բացվի։ Չէ, ով է վերջապես ձեր վարչապետի տեխնացու։ Կարող ենք ձեզ արդյոք տեսնել որպես վարչապետի տեխնացու։ Այս ինչ վատ հարց էր։ Սենց է, մեր վարչապետի տեխնացուն բոլորի քվեարկության, բոլոր շարժման անդամների քվեարկությամբ է լինելու։ Եվ դա լինելու է, այսպես ասած, անդամների մասնակցությամբ։ Այս պահին չկա որոշված ով է վարչապետի տեխնացուն, եւ ես ինքս նման ցանկություն այս պահին չունեմ, բայց ոնց որ ժամանակը կյանքը եւ ցույց կտա, բայց այս պահին վաղ է այդ հարցերին պատասխանել, որովհետեւ մենք նոր հələ թափ ենք հավաքում։ Բայց դա ամենահետաքրքիր մարդկանց թեմա է, այսպես ձեզ այս պահի դրությամբ եղածների մեջ դուք ունեք արդյոք ձեր ֆավորիտը վարչապետի տեխնացուի։ Ես իմ ֆավորիտերը կարամ ունենամ, բայց քանի որ մենք պայմանավորվել ենք, որ այս ամեն ինչը զարգանալու է եւ 1-2 ամիս հետո երբ որ պահը գալու է, որ վարչապետի տեխնացու ունենք, նոր ենք այդ թեմաներով սկսելու արտահայտվել։ Հիմա ուղղակի սխալ կլինի, որ ես որևէ անուն հնչեցնեմ, դրանով հաստատ վնասելու եմ շարժման սկզբունքներին։ Քանի որ անուն չեմ ասում, ունեք, բայց ֆավորիտներ էլի, որ մտածում եք, որ ես իմ մտքում կարամ ունենամ մարդկանց, որոնք թե շարժման մեջ են, թե շարժումից դուրս են, որոնց մենք գուցե այս ընթացքում պետք է գնանք համոզենք, որպեսզի նրանք գան սրա անդամ դառնան։ Սովորել ենք։ Դիվանագետ պատասխան։ Տղաների հետ մոտ կես տարի առաջ սկսել ենք աշխատել, համագործակցել, տարբեր գաղափարներ քննարկել ու իմ համար կարևոր էր, որ ես գայի իրաց կողքին կանգնեի ու շարունակեի ամբողջ ուժով օգնել ու մասնակցել process-ին։ Հասկացա, իսկ ինչ մասնագիտություն ունեք։ Կրթությամբ ֆինանսական մաթեմատիկա, բայց հիմա կրթություն են ստանում Օքսֆորդում որպես մեծազավատ պրոյեկտների կառավարում։ Շատ հետաքրքիր է։ Այս է ձեր պրոյեկտներից մեկն է, որ ուզում եք կառավարել։ Իրականում օգնում է, բաներ կա, որ փորձելու ենք անպայման։ Ինչ կասեք այն մեղադրանքներին, որ ձայն եք փոշիացնելու։ Ճիշտն ասած, ընդհանրապես պետք է մի բան հասկանալ, որ այդ օրակարգը իշխանությանն է ձեռք տալիս, այսինքն ինչ արդյունք է ստանում այդ խոսակցությունը, երբ որ ասում են Մի վարքյան, բայց ձեզ մեղադրում ասում են որ հենց իշխանությանը ձեռնտու է, որ ձայն փոշիացվի։ Դա մի քիչ պարադոքսալ է հնչում, բայց իրականում նմանատիպ խոսակցությունները ազդում են նրա վրա, որ մարդիկ պարզապես չեն գնում ընտրության, որովհետև մեծ ուժերին չեն ուզում տան ու մտածում են, օքեյ, իմ ձայնը փոշիանալ է, այնը չեմ գնա, որը բխում է իշխանության շահերից, որպեսզի քիչ մար գնա ընտրության։ Այսինքն ցանկացած մարդ, որ դրա մասին խոսում է, իրականում իրանք են աշխատում։ Երկրորդ պարագան, մենք բոլորին, այսինքն մարդկանց, ովքեր բոլորին դեմ են,
հնարավորություն ենք տալի գալ ընտրության եւ ընտրեն բոլորին դեմ, ինչը նշանակում է ընդհանուր մասնակիցների թիվը բարձրացնելով իշխանության վարչական ռեսուրսի մասնաբաժին նվազեցնել ենք։ Այսինքն մենք ոչ թե փոշիացնելու ենք, այլ էականորեն հակառակ ազդեցություն ենք ունենալու։ Լավ, ձեզ մի մեղադրանք եմ նկատել, այդքան հաճախ չի տրվում, բայց ձեզ մեղադրում են, այսպես ասենք, դաղալ խաղալ, չէ՞, որովհետև եթե գրածը բոլորին դեմ եմ, մարդկանց կշփոթեցնի։ Դուք ինչ կարող եք ասել։ Ես կարող եմ ասել, որ քաղաքականության մեջ շատ ավելի դաղալ դեպքեր են լինում, բայց քանի որ մենք մեր առաջ ազնիվ ենք ու մենք նաև ներկայացրեցինք ինչու ենք այդպես որոշել, հարգելով այդ մեղադրանքը, դա մեր նպատակը չի ու մենք շատ ավելի լավ կարծիք ունենք մեր ընտրողների մասին, քան մարդիկ, ովքեր դա ասում են ու կարծում են, որ մարդը վերջի պահին գալու է ինչ-որ մի բան տեսնի ու ընտրի։ Շատ լավ, որտեղից եք ֆինանսավորվում։ Ես ես մի բան ասեմ, այդ մտայնությունը, որ դա անհնար է անպայման մեկի ականջը պետք է գալիս է նրանից, ոնց որ ես իմ ելույթում ասացի, որ հիմնականում ժողովուրդը տեսնում է անց կուսակցությունների կամ անձերի շուրջ հավաքված ուժերի ու սովոր է նրան, որ ինչ որ մի կետից է գալի փողը, որտեղ մի հոգուի շուրջա հավաքված։ Դուք արդեն տեսաք ինչքան բազմաշերտ է մեր շարժումը։ Ու եթե դուք իմանաք ու մենք ասենք, որ 100 հոգուց ավելի մարդ մենակ հռչակագրի վրա է աշխատել, որ բաժանեք 100-ի, հասկանաք մասսայականությունը, կտեսնեք, որ լիովին հնարավոր է սա իրականացնել սեփական ռեսուրսներով։ Ես հավատում եմ հանրությանը պետք է համոզեք։ Հանրությանը համոզելու մեխանիզմների մասին մտածում ենք, ընդհանուր մինչև դեռ ես իմ կարծիքն եմ ասում հաստատված եւ համաձայնեցված չի, ընդհանուր մինչև պարբերաբար հաշվետվություններ ինվոյսների մակարդակով, որ տեսնեն մարդիկ այս ստեգի ինվոյսը ով է վճարել, ինչ փոխանցում է եղել։ Դրանից ավել չգիտեմ ուրիշ ինչ կարող ենք անել։ Շատ լավ, շնորհակալություն։ Դուք ասում եք, որ դեռ վարչապետի տեխնացու չունեք ու հետագայում են ընտրվելու, չէ՞։ Դրությունով է բանալու։ Կարող ենք արդյոք ձեզ տեսնել որպես վարչապետի տեխնացու։ Շարժմանը այսօր եղած անդամներից կամ ապագայում միացող ցանկացած անդամ կարող է լինել վարչապետի տեխնացու։ Վարչապետի տեխնացուն մեր շարժման համար չի գործելու այն տրամաբանությամբ, ինչ գործում է այլ ուժերի համար, մենք կոպիտ ասած թագավոր չենք ուզում, թագավորի տեխնացու չենք առաջադրում դրա համար, այլ մեր վարչապետը շատ ինքնասահմանափակող եւ ինքնազուսպ վարչապետ պետքա լինի, նա կառավարելու է ընդամենը 100 օր եւ այդ 100 օրում նա ահռելի մեծ պարտավորություններ է ստանձնելու այդ օրենսդրական փոփոխությունների իրականացումը եւ 100 օր հետո արտահերթ ազգային ժողովի ընտրությունների իրականացումը, որտեղ այդ վարչապետի պատասխանատվությունն է լինելու, որ վարչական ռեսուրս չկիրառվի եւ յուրովի թափանցիկ ու արդար ընտրություններ իրականացվեն եւ այս տեսանկյունից մեր վարչապետի պաշտոնը այդքան էլ հրապուրիչ չէ եւ ի տարբերություն այլ ուժերի մեր վարչապետի տեխնացուի պաշտոնի համար ցելա չեն գցում։ Դուք ինքներդ կցանկանայիք լինել այդ տեխնացուն։ Երևի թե չէ, որովհետև ես վարչապետը հետագա 10 տարիներին սահմանափակված է լինելու քաղաքական եւ նշանակովի պաշտոններ զբաղեցնելու, իսկ ես տեսնում եմ, որ այդ ոլորտում անելիք ունեմ, ուստի ես երևի թե այդ զողողությունը բաց կթողեմ, բայց հաստատ մենք կգտնենք այն տեխնացուին, ով պատրաստ է այդ զողողությանը, ով պատրաստ է այդ 100 օրը կառավարել եւ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ապահովել թափանցիկ ու արդար ընտրություններ։ Շատ են մեղադրանքներ հնչում դաշտից, որ դուք ձայն եք փոշիացնելու, փաստացի դուք աշխատելու եք ի օգուտ օրվա իշխանության։ Ես որպես վաստակավոր ձայներ փոշիացնող ուժի անդամ նման մի փորձ ունեցել ենք 21 թվականին, երբ հիմնել ենք ընկերներիս հետ հիմնել ենք ինքնիշխան Հայաստան կուսակցությունը, մենք հասկացել ենք, որ այս ընտրություններին այլ տրամաբանություն է գործում, թե ինչու են մեզ թիրախավորում այդ ոլորտում, որովհետև այն ուժերը, որոնք այսօր կան դաշտում, այն այսպես ասած ճակերտավոր մեծ ուժերը, իշխանությունն ու ընդդիմությունը տիտղոսային, նրանք շատ լավ գիտեն, որ իրենց ձայների մի ահռելի հատվածը ոչ թե նրանց գաղափարների ու ծրագրերի համար է տրվում, այլ դրանք հակաձայներն են, երբ ընտրություն է կատարվում վատի ու վատագույնի միջև, երբ օրինակ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը չունենալով մեծ հեղինակություն պատերազմում կրած պարտությունից հետո ուղղակի որ թույլ չտան Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, հազարավոր մարդիկ
ովքեր այդ ժամանակ պետքա գնային ընտրեին նոր քաղաքական ուժերի, նոր գաղափարների, ուղղակի գնացին նորից ընտրեցին Նիկոլին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության։ Եվ նույն հաջողությամբ 21 թվականին բազմաթիվ մարդիկ, որոնք ուզում էին, որ Նիկոլ Փաշինյանը գնա, իրենք ընտրեցին Ռոբերտ Քոչարյանին։ Եվ այս պարագայում լրիվ ընկալելի է, թե ինչու են այս ուժերը նման խանդով վերաբերվում այս շարժմանը։ Նախ ասեմ, մեր շարժմանը արդեն միացել է շուրջ 520 անդամ, նրանցից 95-ը, եթե չեմ սխալվում, այս պահի դրությամբ արդեն հանդիսանում է մեր շարժման ֆինանսական աջակից եւ մեր ամբողջ միջոցները ձևավորվում է այս ֆինանսական աջակցություններից ու մեր ֆինանսական միջոցներից։ Մեր թիկունքում ոչ մի օլիգարխ չկա, ոչ մի խոշոր տնտեսական դերակատար չկա, սա Հայաստանի դժգոհ, Հայաստանի պատիվ ունեցող քաղաքացիների բողոքի արտահայտությունն է եւ նրանք պատրաստ են իրենց համեստ միջոցները տալ մեզ, որպեսզի այս ծրագիրն իրականացվի։ Ոնց եք դուք գեներացում եք միջոցները, որոնցով է օրակարգը առաջ եք տանում։ Մեր աշխատավարձերից դնում ենք, դրա պատասխանը զուտ է։ Մենք ինձ թվում է շատ կարևոր բան է հասկանալ, որ բոլորին դեմ եմ շարժումը հենց այդ փոշիացման համակարգի դեմ է, այսինքն մենք դուրս ենք եկել, որ համակարգը նենց փոխենք, որ ել չփոշիանա, իսկ այդ փոշիացման մեղադրանքին ուղղակի պատասխանելու բան չունենք մենք, ոնց որ մենք ունենք օրակարգ, ունենք ծրագիր ու խնդրում ենք քաղաքացիների քվեն այդ օրակարգը կատարելու։ Մենք չենք մտածելու փոշիացնելու ենք, թե չենք փոշիացնելու, անելու ենք այն, ինչ գտնում ենք, որ ճիշտ է։ Ո՞վ է ձեր վարչապետի տեխնատորը։ Այդ հարցի պատասխանը կորոշենք այն ժամանակ, նենց չի կատալիք ունենք բան։ Այդ հարցի պատասխանը կորոշենք այն ժամանակ, երբ որ շարժումը կունենա առավելագույն թվով անդամներ այդ պահի դրությամբ ու այդ ֆունկցիայի համար պատրաստ մարդկանց թիվն էլ առավելագույնը կլինի։ Ոնց որ մենք դեռ ժամանակ ունենք այդ հարցը որոշելու։ Ինչքան մոտենանք վերջնաժամկետին, այնքան համ ընտրողների կազմնաբազմազան լինելու, համ ընտրվողների։ Չենք ուզում մենք sense բան 3-400 հոգով որոշենք մարդկանց, ասենք այս մարդը պետք է լինի, կընդլայնվենք, մասշտաբ կհավաքենք, որովհետև տենց մի խոսք կա ձայն բազմած ձայն աստծո, ինչքան շատով որոշենք, այնքան ճիշտ որոշում կայացնենք։ Շատ լավ, կարող եմ ձեզ տեսնել որպես վարչապետի տեխնատոր։ Այլոց տեսողության վրա ոչ մի ձև ազդեցություն չունեմ, գործը ցույց կտա, գործի բնույթը իմ արած աշխատանքներից ընթացքի եւ ի վերջո ամենավերջում իմ պատրաստակամությունը ինքնասահմանափակման այդ դժվար աշխատանքն անելու, ինքնասահմանափակման տակ մտնելու, որտեղ գիտեք ով որ եղավ վարչապետի տեխնատու, ինքը 10 տարով քաղաքականությամբ չի զբաղվելու, դա որոշում է եւ կանխատեսում, ասենք 10 տարում երկիրը ուր է գնալու, ինչ է լինելու, դու ուզում ես դրանից դուրս լինես, այս որոշման հարցը, ծանր որոշման, պատասխանատու որոշման հարցը, չեմ մտածում ես դեռ այդ հարցի մասին, որովհետև մեզ դեռ շատ ճանապարհ բաժանում ենք այդից, երբ մենք լրջորեն պետք է մտածենք, թե ով է մեր վարչապետի տեխնատորը։